Ողջույն սիրելիներս, բարի գալուստ նոր վլոգ, հուսով եմ լավ եք սիրելիներս, ես նույնպես լավ եմ։ Այսօրվա վլոգը սկսեցի այսպիսի գեղեցկությամբ ծայլին պատշգամբի գեղեցկություններ, ծաղկել են արդեն գեղեցիկ ծաղիկները, արդեն ամեն ինչ գեղեցիկ է։ Լավ ենք արդեն, լույս ունենք երեկվանից, ինտերնետը ունենք արդեն, նոր վլոգը տեղադրել եմ, կարող եք դիտել, ով չի դիտել, շնորհակալ եմ սիրելիներս բոլորիցդ ձեր անհանգստության, ձեր գեղեցիկ մեկնաբանությունների, շատ հաճելի էր ինձ լսել, որ ճիշտ է, չենք ճանաչում մեկս մեկու, բայց օտար մարդը կարող է այդքան անհանգստանալ մյուս օտար մարդու համար։ Չնայած շատ-շատերի հետ արդեն կարծես թե բարեկամներ ենք դարձել։ Շնորհակալ եմ, նորից եմ շնորհակալությունս իմ հայտնում, շնորհակալ եմ, որ դուք կաք։ Շնորհակալ եմ, որ դուք կաք ու այդքան լավն եք։ Իսկ մեր մոտի եղանակը այսպիսին է, դա պատկերացրեք, ճիշտ է, մի փոքր քամի կա, բայց տաք, մեղմ եղանակա շատ, հաճելի եղանակա, իմ սիրած եղանակն է։ Գիտեք արդեն, որ ես չեմ սիրում անձրև, չեմ սիրում, որ երկինքը մռայլ է լինում, ամպոտ է լինում, այսպիսի կապույտ երկինք եմ սիրում ու շատ եմ սիրում երկնքին նայել, չգիտեմ, էլի կան ինձ նման մարդիկ, որ երկար են սիրում երկնքին նայել, սիրում եմ երկնքին նայել երկար, կրակին նայել երկար և ջրին, ծովին։ Մեզ մոտ կարծես թե ամեն ինչ վերականգնվել է, արդեն մետրոներն են աշխատում, չգիտեմ գնացքը աշխատում է թե չէ այսօր, երեկ չէր աշխատում տեսակ, ամեն ինչ վերականգնվել է գրեթե, բայց ինչից էր ճիշտ ասած պատճառը առայժմ տեղյակ չենք։ Մի քանի պատճառներ են ասում, բայց ստույգ ոչ դեռ տեղյակ չենք, թե ինչից էր պատճառը ստույգ։ Ուղղակի երկիրը մեկ օրով կաթվածահար եղավ, կարծես թե կյանքը կանգնել էր մեկ օրով, ոչ մի արտաքին աշխարհից ոչ մի նորություն, ոչ մի կապ չուներ արտաքին աշխարհի հետ, ամուսինս էլ շատ էր անհանգստացել, մտածում էր, որ չէր կարողանում կապ հաստատել մեզ հետ, մտածել էր տերակտ է եղել, որովհետև շատ տարիներ առաջ այստեղ Բարսելոնայում տերակտ է եղել և ինքը 20 ժամ մնացել է այդ ժամանակ թունելի մեջ, չէին թողում անցուդարձը, այդ վախից մտածում էր, թե նորից տերակտ է, բայց լույսերն էր գնացել ընդամենը։ Իսկ թվում է ամենավատը եղել է այն մարդկանց վիճակը, ովքեր մետրոյում գնացքում մնացել են թունելի մեջ։ Լույսերը գնացել են, մնացել են թունելի մեջ, մութ, օդ չկա շնչելու, իրոք չեմ ուզում նույնիսկ պատկերացնել, ահա որ վիճակ է եղել այդ մարդկանց վիճակը, մեկ էլ որ վերելակի մեջ են մնացել, վերելակը էլի մի քիչ ոչինչ, բայց թունելի մեջ իրոք, չգիտեմ, մթության մեջ, օդ չկա շնչելու, սպասել են այնքան, մինչև եկել հանել են իրենց թունելից։ Մի խոսքով խոսենք լավ բաներից, մտածենք լավը, որ սկատարվի միշտ լավը։ Տիեզերքը մեզ հետ կապ է պաշտպանում ու եթե մտածում ես լավը, անպայման լավն է կատարվում։ Պետք է միշտ ասել լավ է լինելու, որ ամեն ինչ լավ լինի։ Ու ես միշտ գտնում եմ, որ վատի մեջ էլ ինչ-որ լավ բան պետք է մանկաս գտնես, ամեն ինչի մեջ լավը կա ու պետք է միշտ լավը տեսնես։ Վատը բոլոր տեղն էլ կա, բոլորն է կարող են տեսնել, իսկ մեծ վարպետությունը տեսնել վատի մեջ լավը։ Ապա այս գեղեցկությանն էլ տեսեք, սա Սանջորդիից մնացած վարդերն են, այդ օրը մեկը ես էի գնել, երեքը նվեր էի ստացել, ճիշտ է, այս մեկը լավ է մնացել, տեսեք, սա գլուխը արդեն մի փոքր կախել է, բայց տեսեք ինչքան գեղեցիկ է, դեռ 1-2 օր հաստատ աշկ շոյեն ու կուրախացնեն իրանց գեղեցկությամբ։ Այստեղ է Զալանդոյից օնլայն գնում էի կատարել, մի փոքր առաջ բերեց առաքիչը և մտածեցի, որ միասին բացենք, ճիշտ է, ես արդեն բացել եմ, անկեղծ եմ ասում, բացել եմ արդեն, քանի որ պետքա տեսնեի չափսը, դրա համար բացեցի առանց ձեզ, բայց հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչ եմ գնել։
այսպիսի փեքեթով պայուսակ։ Այնտեղ ասած նկարով մեծ էր թվում, ես մտածում էի մեծ է լինելու։ Այսքան փոքր չէի սպասում, բայց փոքր էր, բայց ասեք, որ չգիտեմ, սիրուն է, ինձ դուր եկավ ամեն դեպքում։ Մենակ մի փոքր կասկածում էի, որ փոքր է, չնայած ես մեծ պայուսակներ չեմ բռնում, մի ժամանակ բռնում էի, մեծ հիմա չեմ սիրում, փոքր պայուսակներ եմ ավելի նախընտրում, ավելի հարմար են։ Բայց մի փոքր մեծ լիներ ավելի լավ, բայց չգիտեմ, ամառային գեղեցիկ պայուսակ է ըստ ինձ։ Ձեր մեկնաբանություններից կիմանամ գեղեցիկ է թե ոչ։ Հիմա բացեմ, նորից կմիանամ։ Ահա, սա էլ պայուսակը, այստեղ առանձին շղթա կա, այսպես էլ կարող եմ բռնել, կարող եմ շղթան հանել, և այսպիսի ռեմեն կա, որ կարող եմ ուսին գցել։ Այստեղ էլ այսպիսի գեղեցիկ պորտմանչիկ կա։ Ինձ շատ դուր եկավ, ճիշտ ասած, ուղղակի իմ մտածածից մի փոքր, ավելի փոքր է։ Ես չգիտեմ ինչի մտածում եմ, որ մի քիչ մեծ է լինելու, բայց ոչինչ։ Գեղեցիկ է, սա մեջը։ Այսպիսի, այստեղ առանձին ձևով խոսքը։ Դա պայուսակը, իսկ սա պատվիրել եմ պոթասներ, այս իրա համար է շատը բացել արկղը, որ տեսնեմ ինչպես է, քանի որ եթե կոշիկ ես պատվիրում, բասանոշ կա պոթաս, ոտքին լինելու խնդիր կա, չափսի խնդիր կա, դրա համար ավելի լավ է շուտ իմանաս, համապատասխանում է, թե չէ չափսը։ Սա էլ իմ պոթասները։ Սա էլ շատ հավանեցի, շատ լավն է, շատ գեղեցիկ է, շատ լավն է, շատ հավանեցի։ Ամառային պոթասներ սպիտակ։ Սա էլ այսօրվա իմ գնումները, ցանկացած ձեզ հետ նույնպես կիսվել։ Ես հավանել եմ, չգիտեմ դուք հավանեցիք թե չէ, մեկնաբանություններում գրեք, տեսնեմ հավանել եք թե չէ իմ գնումները։ Հիմա տեղափոխվենք խոհանոց։ Այսօր պատրաստելու եմ հնդկաձավար շատ համեղ տարբերակով։ Սիրելիներս, ինչպես ասացի, հնդկաձավարով փլավ եմ պատրաստելու, բայց պատրաստելու եմ շատ համեղ տարբերակով։ Հնդկաձավարը նախապես արդեն մաքրել եմ, լվացել եմ և տաք ջրով թրջել եմ։ Այսպես չոր չի ստացվում հնդկաձավարը, ավելի փափուկ է ստացվում, երբ տաք ջրով թրջում ենք։ Հիմա հնդկաձավարը մի կողմ թողնեմ, թող այսպես մնա։ Այստեղ պատրաստել եմ արդեն գազար, կես գլուխ սոխ եմ օգտագործելու և 2 ատամիկ սխտոր եմ օգտագործելու և նախապես եփել եմ հավի կրծքամիսը։ Կարող եք նույնիսկ մի փոքր կիսահում թողնել, միևնույնը փլավի հետ ինքը եփվելու է նորից։ Սա էլ ունենք հավի կրծքամիսը արդեն եփված։ Իսկ համեմունքներից էլ օգտագործելու եմ սև պղպեղ, կարմիր պղպեղ, աղ և մի փոքր խմելի սունելի եմ ավելացնելու, շատ համեղ է ստացվում։ Դուք կարող եք ավելացնել ձեր նախընտրած համեմունքը։ Եվ օգտագործելու եմ մի փոքր ձիթայուղ ու կարագ եմ ավելացնելու, քանի որ հնդկաձավարը շատ է սիրում կարագ։ Հիմա այստեղ կտրատում եմ սոխը, իմ տարբերակում ինչքան մանր, այնքան լավ, դուք ինչ չափի, որ ցանկանում եք, կարող եք կտրատել։ Ես սիրում եմ մանր կտրատել սոխը, ճաշերի մեջ եմ սիրում այդպես, չգիտեմ, տապակած սոխը սիրում եմ, որ մանր լինի։
Ահա սոխը կտրատելուց հետո այստեղ կաթսայի մեջ ավելացնում եմ մի փոքր ձիթայուղ, որպեսզի սոխը տապակենք։ Այստեղ միջ սոխարածը կլինի, կտրատում եմ արդեն հավի կրծքամիսը, մեծ փոքր կապ չունի, դուք կարող եք ընտրել, միևնույն է հնդկաձավարը խառնելուց անընդհատ հավի կրծքամիսը փոքրանա։ Ահա, այստեղ սոխարածը մի փոքր լինելուց հետո ավելացնում եմ հավի կրծքամիսը։ Մի փոքր ցածրացնում եմ կրակին և տապակում եմ։ Այդ ընթացքում քերիչով անցկացնում եմ գազարը։ Ու համեմունքները ավելացնում եմ ես հիմա։ Ավելացնում եմ աղը, ես հավի կրծքամիսը առանց աղ եմ եփել։ Սև պղպեղ եմ ավելացնում նաև, կարմիր պղպեղ և մի փոքր խմելի սունելի։ Այս բոլորը լավ խառնում եմ, 2 րոպե տապակում եմ բոլորը միասին։ Տեսեք, այստեղ հնդկաձավարը արդեն ուռել է ինքը ու համարյա թե ջուրը քաշել էր, մի փոքր էր մնացել, դա թափեցի, հիմա ավելացնում եմ ընդհանուր զանգվածին։ Ու ավելացնելուց հետո այս բոլորը լավ խառնում եմ, 2 րոպե այսպես տապակում եմ։ Ես ավելացնելու եմ արգանակից հավի կրծքամիսը եփել եմ, մի փոքր հավի արգանակ է ավելացել, դա եմ ավելացնելու, եթե հարկավոր եղավ, մի փոքր է ջուր եմ ավելացնելու, հետը տաք ջուր։ Այստեղ մի փոքր կարագ եմ ավելացնում, մի փոքր էլ ավելացնելու եմ վերջում, երբ արդեն համարյա թե պատրաստ է լինում։ Հավի արգանակ ավելացրեցի, հաստատ քիչ է, ավելացնում եմ մի փոքր եռացրած ջուր։ Այստեղ փակում եմ կափարիչով բերանը և թողնում, որպեսզի եփի, կարող ենք մեկու մեջ խառնել։ Մինչ հնդկաձավարը կեփի, այստեղ կպատրաստեմ նաև աղցանը։ Աղցանի համար նախատեսված կանաչիներ ունեմ, կանաչիների վրա կավելացնեմ ավոկադո, կկտրատեմ, լոլիկ, վարունգ, մի փոքր կքամեմ լիմոն, վրան աղ կավելացնեմ, ձիթայուղ կամ բուսայուղ, եթե մոցարելա կամ ֆետա պանիր ունեք, կարող եք ավելացնել, շատ համեղ աղցան է ստացվում, ամառային ու առողջարար։ Բոլոր բաղադրիչները ավելացնելուց հետո այստեղ авելացրել եմ նաև սերմեր, այստեղ արևածաղիկ է, չիայի սերմեր է, կունջուտ է։ Սա շատ զգուշությամբ խառնում ենք, շատ չեմ խառնում, որպեսզի կանաչին շատ չլխկվի։ Պատրաստ է մեր համեղ առողջարար աղցանը։ Սիրելիներս, այստեղ էլ պատրաստ է մեր շատ համեղ, հյութեղ,
Փլավը հնդկածավարով։ Շատ համեղ է ստացվում այս տարբերակով, կարող եք դուք նույնպես պատրաստել եւ փորձել։ Իսկ այս պահին ով մեզ հետ ճաշում է, բոլորին բարի ախորժակ։ Ժողովուրդ ջան, երեկոյա մեզ մոտ արդեն գնում ենք խանութ, ամուսնուս դրսում սպասում արդեն, գնանք խանութ, տեսնենք ապրանք կա թե չէ, երեք ասում էին, որ բոլոր պահարանները, բոլոր դարակները դատարկ ա եղել։ Գնանք տեսնենք, ավելի լավ երևի այսօր ընդհանուր ապրանք ստացած կլինեն։ Դուք էլ մեզ հետ միասին գնացինք։ Սիրելիներս, արդեն հասել ենք խանութ, տեսնենք խանութում բան մնացել է մեր համար, թե ոչ։ Ողորդ դարակները տեսեք։ Դատարկություն, իրոք դատարկություն։ Հաստորեն ապրանք չեն ստացել։ Սել հավի բաժինը։ Այս էլ ձևի բաժինն է, մի հատ ռազի վերցրել են, չնայած մի հատը թողել ենք ուրիշներին։ Բայց զգացին է, ժողովրդից խոճապը զգացին է։ Հաստատ։ Բոլորը առավտուր են անում, արագ-արագ։ Ները կարևորը կա, այս սրանք տեղում է, հարմ ապրանքները չկա պաստորեն, ավելի շատ ծախրող ապրանքները։ Իմը ճան, արի ալուր վերցնենք, հա։ Հաստաղենք։ Կա։ Հա, թողել ենք, կա։ Համ եք վերցնում եք եք։ Շիպուն ունենք էլի, մի հատ վերցնեմ։ Մի հատ վերցնեմ հորիք։ Ամենայն դեպս ենք վերցնեմ։ Մի տարբերություն ես եվրոպացիներին մենք խոճապը մի քիչ ավելի հանգիստ ենք տանում, քանի որ մենք անցել ենք այս ժամանակները։ Այո։ Իսկ իրանց համար շատ անսովոր է ու խորտ։ Գնանք միրգի բաժին տեսնենք, կա, ոնց որ միրգն էլ է դատարկություն։ Այս բանջարեղենի բաժինը։ Աստորեն այսօր ապրանք չեն ստացել ընդհանրապես։ Կորոնան հետ է եկել։ Կորոնայի ժամանակ էր մեկ է սենց։ Այ հետաքրքիր է զուգարանի դուրս կա թե չէ։ Առաջին է չէ վերջանում։ Մի քանի տարի մեկ մարդկանց փորձության ենթարկվում։ Հա։ Այսինքն լավն է, այսինքն ինչ անեմ վերցնեմ։ Հայավարի անենք, իմա թողնելի։ Հա, դա վերցրեմ։ Չկա դատարկություն։ Պամիդոր վերցնենք իմա։ Հա, պետք է վերցնենք, եթե կարանք չոկենք մեջը։ Ոնշի, կարանք։ Կարանք։ Վարունգել չունենք, վարունգել է պետք։
Այս կողքես իսպանացիներն ասում էին մանդարին չկա, զարմացել է։ Իրոք չկա խանութում։ Մրգերից բանանն է մնացել։ Մրգերի վիճակ։ Տեսականի չկա, այս տանձը վիճուր չի։ Ասի խմորողենի բաժինը, կատաստրոֆա, ասել հայցի բաժինը։ Վերցրում, դե մի հատը վերցրու կոնե, մի հատը վերցրու վաղը կարող արդեն դիրի, այսքան հնարավոր չի շարունակվի։ Ասել յոգուրտ, թվասեր, վերցրու հենա մածուն կա ոնցոր։ Մի հատ երկու հատ։ Երկու հատ վերցրու, կարող այլ չլի։ Սմետան։ Հա, վերցրու, գրեյքոյից։ Մի հատ է վերցրու, մի հատ է վերցրու։ Հա, էդի լավն է վերցրու, համեմատած յոգուրտները էլի մի քիչ կա։ Հույս կա։ Կարակ վերցնենք նյարդ։ Էպաս խոտացրած կաթել չկա, լավա ես տունը ունեմ։ Սովորականը վերցնենք մի հատ։ Ասել ձկան պահածոները։ Մենք չենք գնում պահեստավորելու համար։ Գնում ենք ուտելու համար։ Սովորական գնում ենք։ Իսկ վանացիները աշկս արդեն պահեստավորում են։ Վախեցած են։ Ես էլ վերջինը ես վերցրեցի։ Նորը չկա։ Հա, պահածոները չկա։ Օ, դատարկություն է դարակը։ Մակարոն վերցնենք մի հատ։ Լոբիչ վերցնենք։ Չէ։ Հատել են տեսականին, երկու տեսականի ամենացել։ Լավի տեսնեք չեմ կերել։ Բան, վերմիշը, չէ։ Հա։ Այս վերևինը իտալականներն է։ Վերջ երևի ելով, անքել չկա լավ բան։ Այս ռամից ենք վերցին։ Դա դրանից էր։ Սիրելիներս տուն ենք արդեն վերադարձել, խանութից զգացվում էր, որ երեք ժողովուրդը մեծ խուճապի մեջ է եղել ու խանութը գրեթե դատարկել, կար առաջին անհրաժեշտ ապրանքները չկար։ Այսինքն կային երկրորդական ապրանքները, ինչը որ առաջնահերթ անհրաժեշտ էր, չկա դա։ Ու զգացվում էր, որ խանութը ապրանք չէր ստացել, որտեղ թարմ ապրանքներն չկար։ Գնեցինք մի փոքր գնումներ կատարեցինք, հիմա ցույց տամ, թե ինչ ենք գնել։ Այսպես արդեն դասավորել եմ, չնայած կեսն է, տեղ չկար սեղանի վրա դասավորելու, սա ցույց տամ, հավաքեմ, մյուս կեսը ցույց կտամ։ Ինչ ենք գնել, գնել ենք մածուն և հունական յոգուրտ, ալյուր եմ գնել, չնայած ունենք, բայց թող լինի համենայն դեպս այդ տարբերակներ, հաց են գնել, այս հացից չենք առնում, հիմնականում ուրիշ հաց ենք առնում, բայց չկար, ընտրություն չկար, սուրբած գնեցինք։ Սալյամի երշիկ ենք, երշիկ եղանը կար, առատեր, յոգուրտ եմ գնել, աղ, համենայն դեպս էլի, մակարոն, երկու իտալականը, իսպանականը կար, ճիշտն ասած միշտ իտալական եմ գնում, որովհետև դա է ամենալավը, իտալական մակարոնից ընդամենը երկու տեսակներ չկա ուրիշ, բանան, երևի ամենաշատ քանակությամբ մրգերից բանանն էր, որ կար,
Այն է կանաչ բանանա, ոչինչ միջև վաղը կհասնի հաստատ։ Այստեղ չորահացը, շատ համով է սա։ Սա են գնե, տանձեն գնե, վերջինը վերցրեցինք ընտրություն անել, մի խոսքով չէիր կարողանա խանութում, որովհետև կամ պետք է վերցներ, կամ ոչ։ Այստեղ վերցրել ենք գասպաչո, իսպանական, ավանդական սառը ապուրը, շատ համով է լինում, ճիշտն ասած, այս պատրաստիները շատ ժամանակ սոխի համը շատ է զգացվում, դրա համար աշխատում եմ մենք պատրաստենք, կպատրաստենք միասին շատ համով ապուրը, ամառն են հիմնականում խմում ու սառը վիճակում, շատ համով է, դա եմ վերցրել վարունգ, այստեղ վերցրեցինք վերմիշել մեծ, սա տորտիա լոշիկները, մեքսիկական, այստեղ ձու եմ վերցրել, տեսակ, 2 հատեր, մի հատը վերցրեցինք, մյուսը թողեցինք մյուս հաճախորդին, 2 հատը վերցնենք, մյուսին չեր մնալու, այստեղ այսպիսի զեյթունով երշիկ եմ վերցրել, այստեղ կիլո կես աղացած միս եմ վերցրել և խմորիչ թար վիճակում։ Հիմա այսքանը հավաքել մյուս երկրորդ կեսը ցույց տամ, ինչ ենք վերցրել։ Այստեղ էլ հաջորդ կեսը գունավոր պղպեղներ բուլղարական առանք, էսա էր մնացել միայն վերցրեցինք նորից համենայն դեպս տունա թող լինի այդ տարբերակներ, այստեղ ատուն ենք վերցրել ձիթայուղով, անպայման ձիթայուղով ենք վերցնում, բուսայուղով չենք վերցնում ատունը, դա ենք վերցրել կարակ ենք վերցրել, այստեղ մոցարելա արդեն քերված վիճակում պանիր եմ վերցրել, այստեղ այսպիսի հալվող պանիրա, բուտերբրոդների համար շատ համեղ պանիրա, դա ենք վերցրել, հալվող չէ, ուղղակի ինքը մի փոքր կրեմային է, փափուկ ավելի, շատ համով է, դա եմ վերցրել, այստեղ Ֆիլադելֆիա եմ վերցրել, լոլիկ, խնձոր, տեսականին սա էր միայն, խմորեղենի համար սերուցք եմ վերցրել, եփած խտացրած կաթ չկար, չնայած ես մի հատ ունեմ տունը, բայց ուզում եմ, որ մի հատ էլ լիներ, բայց չկար էլ, կստանան ոչինչ, մեկ է սովորական խտացրած կաթ եմ վերցրել։ Սիրելիներս այսքանն էին մեր գնումները, այսօրվա վլոգն էլ այսպիսի վլոգ ստացվեց, չգիտեմ ինչքանով էր հետաքրքիր, մի խնդրանք ունեմ ձեզ, խնդրում եմ, որպեսզի լայքեք տեսանյութը, որպեսզի ավելի տարածվի, YouTube-ը ավելի տարածի և ավելի շատ մարդ տեսնի։ Ձեզ համար ոչինչ, բայց ինձ համար մեծ նշանակություն ունի։ Նախապես շնորհակալ եմ, որ խնդրանքս չեք մերժի։ Իսկ ես ձեզ ասում եմ, մնացեք բարյավ և խաղաղ։